Ներկայացնեմ այսօրվա հիանալիք վայելելիքս, ուրեմն որոշել եմ կես գազար, կես նարինջ, կես լիմոն, կունջուտ, քրքում, խնձորներից ես կընտրեմ այս անգամ այս կանաչ խնձորը, կարծում եմ թթվաշ կլինի, սա ես երեկ եմ, այսպես ասած, պարգևատրվել, մտերիմներիցս մեկը ինձ ուղղակի նվիրեց, Ստեփանավանից էր բերում, ճանապարհին տեսավ, ասեց, ուզում եմ քեզ մի քանի հատ այս սիրուն պուպուշ խնձորներից նվիրեմ, կավելացնեմ ֆիլտրված ջուր, կարծում եմ ամեն ինչ ասեցի, հա, քանի որ լիմոնը եւ նարինջը եւ այս պուպուշ խնձորը ես կարծում եմ որ թթվաշ կլինի, կավելացնեմ նաեւ մի քանի հատիկ այս փոքր շաքարներից։ Առողջ եղեք, ինքներդ էլ հորինեք, կարող եք մեկնաբանություններում գրել ձեր կարծիքները կամ ձեր նախընտրած փունջը ինչ որ դուք սովորաբար անում եք, շատ հաճելի կլինի, այս ամենի մեջ կարևորը այն չէ, որ ես այսպես ցուցադրում եմ, այլ կարևորը այն է, որ ես հետևում եմ իմ առողջությանը եւ այդ պահին ինձ ինչ որ հաճելի է, փորձում եմ այդպիսի միացություն, այդպիսի փունջ ընտրել ու վայելել, ես էլ կգրեմ մեկնաբանություններում, որտեղ առաջին անգամ եմ այս փունջը անելու, կգրեմ մեկնաբանություններում, թե ինչ համ ուներ, առհասարակ ես թթվաշ ըմպելիքներից չեմ նեղում, սիրում եմ, ինձ դուր է գալիս, ինձ իմ քիմքին հաճելի է, հակված չեմ շատ քաղցր բաների, թե ըմպելիքների մեջ, թե խմորեղենի մեջ, չեմ սիրում շատ քաղցր, բայց մրգերի բնական քաղցրությունը ինչ խոսք շատ եմ սիրում եւ այսպես այսօրվանը այսքանը անպայման դուք էլ հետևեք ձեր առողջությանը ամեն մարդ ինքն է անհատապես պատասխան տալիս իր առողջության, իր առողջական վիճակի համար, պակա